Տիկին Մնացականյան, դուք առիթ եք ունեցել ամենօրյա շփում ունենալ, գրեթե ամեն օր շփվել Մանվել Գրիգորյանի հետ, աշխատել նրա հետ։ Դուք ինչպես եք ճանաչել Մանվել Գրիգորյանին, գիտեմ, որ 2000-ականներից է սկսվել ձեր ծանոթությունը։ Սորավար Մանվել Գրիգորյանը ինչքան հզոր, ինչքան ուժեղ էր, այնքան էլ աշխատանքի առումով, աշխատանքի բերումով խաղաղ, հանգիստ, կարգապահ անձնավորություններ։ Ինչի համար եմ դա ասում, որտեվ հասարակության մեջ կա այն կարծիքը, որ խորհուրդներ չենք կարող իհարկե տալ, բայց խորհրդակցում ենք որևէ մի հարցի շուրջ։ Դες լրատվական բաժնում եմ եղել, լրատվական բաժնում ֆիլմեր հաղորդումներ ունեինք, հեռուստաընկերությունով մեր հաղթանակը հաղորդաշար ունեինք։ Այդ հաղորդաշարի ընթացքում եղել է պահ անգամ, որ ինքն է ինձ օգնել կամ պարոն Հակոբ կար ինքն էլ է մահացել սցենար գրելու, մեզ հետ խորհրդակցելու, պատմելու, սովորական հայրենասեր մարդ։ Ես իրեն այսպես եմ ճանաչել ու միշտ գիտեք, երբ որ խոսում ենք նման առաջնորդների, անհատների մասին, ես այն կարծիքին եմ զար, որ պիտի հայրենասեր չդառնան, պիտի հայրենասեր ծնվեն։ Այսօրավար Մանվելը հայրենասեր ծնվել էր արդեն։ Իրա համար հայրենիք, երկիր, հող, ջուր, Արցախ, արցախցի, սպարապետի գործը իր պարտականության, իր ուսերի վրա էր ու ինքը պիտի տաներ։ Դա ամենակարևորագույն մարդու ներկայացնելու փաստն է, որ ինքը զգում էր, որ իրեն են վստահել սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո այս երկիրը պահելը, երկրապահ հենց երկիր պահելն է, ու ինքը ամեն ինչ անում էր, որ կարողանար սպարապետի գործը պատանի երկրապահակումը, սպարապետը ընդամենը դեռ չհասցրեց այդպես կարողանար դնել սկիզբը, բայց գաղափարը իրենն է եղել, ու զորավարը ամեն ինչ անում էր այդ երեխեքի համար, անգամ արդեն հասել էինք հետագայում 2015-16 թվականին, որ դպրոցներում են պատանի երկրապահները, իսկ դա դաստիարակություն է հայրենասիրության, դա պատանի երկրապահները, երբ որ Արցախում կամ որևէ տեղ զորամասում էին լինում, հրամանատարությունը զարմանում էր, ասում էր պատրաստի զինվոր եք տալու մեզ, դաստիարակվում էին հայրենասիրության ոգով, հողով, դա է հայրենասիրությունը, ու իր համար ամենաառավել, ամենակարևորը հայրենիք Արցախ լինելն էր, երբ որ արձակուրդ էին գնում, ասում են ինչ գնալու եք ծովեր, մովեր, ես իմիջ Արցախ գնացեք, ասում ենք շաբաթվա այս գլխից կոմանդիրովկա Արցախ ենք, բայց ինքը Արցախով ապրում էր, ու իմ համար նաև հետագայում ես մտածում եմ իր այդ ոչրագործ մահից հետո, ես այդպես եմ մտածում, որտեվ ինչի ոչ իրեն էլ սպանեցին, ինքը իր մահով չմահացավ, բայց Աստված այնքան էր ընդունել իրեն, որ թեկուզ 20 թվականի պատերազմին այդ ահռելի օրերին ինքը գնացել է Արցախ, ինքը իր Արցախին, իր Շուշիում նստած պատշգամբից նայում էր Արցախին, ու իր մեջ հենց Արցախով էլ ինքը մահացավ, սա է հայրենասիրությունը, շատ քիչ կան իրա նման մարդիկ, նույնը սպարապետ Վազգենն էր, ինչքան ջղայնացած լիներ, եթե խոսում էր բանակի, զինվորի, զենքի, հողի մասին, ոգևորվում ու մոռանում էր իր ջղայնությունը, այդ առաջնորդ լինելը գալիս է ծնված հայրենասեր լինելուց, ես այդպես եմ հասկանում։ 2018 թվականի հայտնի իրադարձությունները, այդ Տուշոնկայի տեսարանները ձեր մեջ չսասանեցին հավատը գեներալի հանդեպ։ Ուրեմն 2018 թվականին ընդհանրապես այդ դեպքերը մինչև կհասնեին զորավարին, ես ինքս անձամբ մտածում էի, որ գալիս են իշխանության այն մարդիկ, ովքեր Արցախ չեն տեսել։ Ինչ եմ ես անընդհատ Արցախը շեշտում, զար։ Արցախը մեր մի պուճուր հայրենիքն էր 15 թվականի ցեղասպանությունից հետո մեր այդ սպարապետն ասում էր մազապուրց բառը չեմ սիրում, ավելի լավ ագրեսոր լինեմ, քան թե մազապուրց, որ մազապուրց փրկվելուց հետո մենք մի փոքր հայրենիք էինք ազատագրել, մի փոքր էնել, ու դա մեր երևի թե ես էլ եմ լրագրող,
մեր սերունդին եմ ասում, երևի մենք էլ էինք մեղավոր, մենք Հայաստանում ապրողներին չկարողացանք երևի ճիշտ մատուցենք այդ հաղթանակի գինն ու արժեքը։ Ճիշտ է, այստեղից շատ տղաներ են գնացել Արցախում զոհվել, կռվել, հողը ազատագրել, բայց այստեղ ապրող են մարդը չզգաց այդ հաղթանակը, այդ պատերազմը, մենք թույլ չտվեցինք Երևանում ապրող մարդը զգար Արցախում ինչա կատարվել այդ ժամանակահատվածում։ Երևի թե մենք էլ ենք մեղավոր այդ առումով։ Պիտի ցավ զգաս, չէ՞, պիտի տեսնես, որ ցավ զգաս։ Հիմա տես այդ որ լինում էր, ասում են, Արցախից բերեցին նախագաներ երկրի Հայաստանի, դա էլ էր քաղաքականություն, ինձ թվում էր ճիշտ քաղաքականություն էր, որտեղ իրանց սիրտը պիտի ցավար Արցախի համար։ Իսկ 18 թվականին եկած, ես չգիտեմ ովքեր էին, ոնց եկան, ինչ ասան, դա չեմ էլ ուզում քաղաքականացնել այդպես, այդ մարդիկ Արցախից գաղափար չունեին։ Իրանք Արցախը չեն էլ տեսել, իրանք չգիտեին Արցախն ինչ է։ Հեշտ էր իրանց Արցախը հանձնել, հա։ Ու ես այդ ժամանակ մենակ դա էի մտածում, ասում էի, ի՞նչն է պատճառը, ինչը պիտի փոխեց այս ամեն ինչը։ Իսկ ինչ վերաբերում է գեներալ Մանվելին, հա, գեներալ Մանվելը անկառավարելի է եղել, գեներալ Մանվելին ոչ մեկ չէր կարող ղեկավարել, կառավարել, ասել, որ այսպես պիտի լինի։ 16 թվականին էլ ինքը ընդամենը 2-3 ժամվա մեջ հավաքեց ամբողջ երկրապան, մոտ 1000 քանի, հետո անընդհատ մեկը մյուսին փոխարինելով հողը պահում էին։ Ինքը անկառավարել իրան չէին կարող համոզել Արցախ տալը։ Ես դա ասում եմ այնքան վստահ, ոնց որ ասեմ, չգիտեմ, շատ վստահ եմ դա ասում։ Իսկ նման մարդիկ տվյալ քաղաքականությունից այդ վարելու ընթացքում պետք չէին այս իշխանությանը, այս պետությանը, ընդհանրապես այն ծրագրերին, ովքեր որ հետագայում մենք տեսանք ինչա կատարվելու։ Գեներալ Մանվելին չէին կարող ասել, թե պիտի շատ զոհեր տանք, որ հետո ասենք հող ենք տալիս։ Գեներալ Մանվելին չէին կարող ասել, որ Արցախը տանք, որ մենք լավ ապրենք։ Ու չէր ենթարկվի գեներալ Մանվելը այս սուտի գեներալներին։ Ես անուն պիտի տամ, երբեք չեմ տվե։ Գեներալ Մանվելը Մելքոնյան գագո չէր։ Գեներալ Մանվելին չէր կարող համոզել Արցախ տալը։ Ինքը կասեր կմեռնենք, ինչքան կարող ենք կպահենք մեր հողը, բայց չենք կարող նվեր տալ Արցախը, դարավոր մեր թշնամուն։ Հիմա ազգային ժողովում կան, չէ, որոշ մարդիկ, որ Արցախի հետ էլի կապ են ունեցել։ Ես հիմա զարմանում եմ, խրամատ մտած մարդը չի կարող նվեր տա իր իսկ ազատագրած հողը։ Ուրեմն այն ժամանակ էլ այդ մարդը հայրենասեր չի եղել։ Գնացել է ուրիշ նպատակով, չգիտեմ ինչ նպատակով, փառ անուն ձեռք բերելու կամ չգիտեմ ինչ անելու, որովհետև չի կարող հիմիկվա իշխանության ներկայացուցիչներին ես չեմ մեղադրում։ Իրանք չեն կռվել, չեն տեսել, իրանք ընկեր չեն թաղել, խրամատից վիրավոր չեն հանել, որ փրկեն կարողանան, բայց կան չէ մարդիկ հիմա իշխանության մեջ, որոնք եղել են դա, հենց հիմիկվա երկրապահի նախագահան։ Ոնց կարելի է համեմատել այս Արցախյան մեր հաղթանակած պատմությունը այս թուրիմացությամբ ոտով քայլող ուսապարկերի հեղափոխության հետ, որ հետո էլ տեսանք ինչի հասցրեցին մեզ, մեր երկիրը ինչի հասցրեցին։ Ոնց կարող է մարդը դա ապրած իր կյանքը համեմատի ինչի հետ։ Դուք չեք հավատում իրենց խոստացած խաղաղությանը։ Ինչ խաղաղություն պիտի լինի Թուրքից։ Հիմա ըստ ձեզ, եթե որևէ միտեղ առանձին հանդիպենք այդ կռված տղաներին, որոնք տեսել են այդ բարութի հոտը, իրանք հավատում են այդ վայրագությունը ադրբեջանցու, հավատում են, որ ադրբեջանցին խաղաղություն պիտի բերի։ Կամ լավ, թեկուզ նայում ենք, մենք խոսում ենք խաղաղության մասին, բայց անընդհատ տեսնում ենք ռազմատենչ հայտարարություններ Ադրբեջանի նախագահի կողմից։ Մեքենաներով ենք մտնելու Հայաստան, ինչ է դա նշանակում։ Դա խաղաղության նշան է։ Ես չեմ պատկերացնում, ինչ խաղաղություն։ Խաղաղություն ունենալու համար պիտի ունենաս ուժեղ բանակ, հզոր պետություն, ուժեղ ղեկավարություն, ուժեղ բանակցող։ Ասում են աշխատում ենք այդ ուղղությամբ։ Չենք տեսնում աշխատանքը։ Արցախում էլ էին աշխատում։ Արցախն էլ էին ասում Հայաստան է եւ վերջ։ Բանակցում ենք 0 կետից։ Տեսանք վերջնական արդյունքը ինչ եղավ։ Նույնն էլ
ես Աստված ոչ անի, սարսափում եմ այդ ամեն ինչից, բայց ամենայն դեպս տեսել ենք արդեն մենք իրենց բանակցությունը ու հիմա էլ ենք տեսնում։ Տիկին Մնացականյան, երկրապահից խոսեցիք, այսօր երկրապահը գեներալ Մանվելից հետո ինչպիսին է ձեր աչքում։ Եթե երկրապահի նախագահի ասած մի քիչ առաջ ներկա նախագահի օրինակը բերեցի, որ ավելի շատ այս հեղափոխություն կոչեցյալ իր ասած համեմատում էր Արցախից ավելի ուժեղ Արցախի հաստատագրումից, բնական է, որ երկրապահում հիմա գիտեք, հին տղաները կան երկրապահում, կան այն տղաները, որոնք այսօր էլի սահման են պահում։ Հանդում տեսել եմ տղաների, մեր հին երկրապահներն են ու զրուցելով, որ ասում եմ, ախր գիտեք, չէ, որ պիտի տան։ Ինչի եք կանգնել, ասում եմ, որ սպարապետի մոտ, զորավարի մոտ որ գնանք, երբ որ ժամանակը գա, գոնե ասելու բան ունենանք, որ արել ենք ամեն ինչ, կարողացանք պահենք։ Կան տղաներ, այնպես չի, որ երկրապահը վերջնական մենակ Սասունով կամ Սասունի մի թիմով է։ Կան իրոք տղաներ, որ այսօր սահմանի վրա կանգնած են, բայց իրենք էլ են հիասթափվում։ Բայց նույն Սասուն Միքայելյանը շարունակ պնդում է, որ ինքը գեներալ Մանվելի ընկերն է, զինակից ընկերն է։ Գեներալ Մանվելի զինակից ընկերը չէր կարող թույլ տալ գեներալի հասցեին այդպես խոսեին ու այդպես արտահայտվեին, տվյալ մարդուն հոգեբան այդ ապրումներին առաջացնեն։ Ես չեմ պատկերացնում, ոնց կարող է ընկերը, զինակից ընկերը կամ հետագայում ես տեսնում ենք էլ ինչ է հիմա անում Սասունը Միքայելյան երկրապահում։ Երկրապահը պահեստային գեներալ Մանվելի զորավարի օրոք պատրաստի պատերազմի գնացող խումբ է եղել, որ Աստված ոչ անի, եթե պատերազմ լինի, սահման պահող խումբ է եղել։ Հիմա կա այդ խումբը երկրապահում։ Մենք հերթափոխներ ենք ունեցել, ես չեմ տեսնում աշխատանք հիմա երկրապահում։ Ժողովուրդը երկրապահ հիմա զգում է, որ երկրապահ կա։ Չէ, չի զգում։ Եռաբլուրում իր աչքի առաջ Սասուն Միքայելյանի եւ իր երկրապահների, թող իմ ընկերներով որ երկրապահում է, ինձների խոսքը իրենց մասին չէ, զոհվածի ծնող են քաշում տանում։ Իրենք կանգնած, որ հանկարծ չմոտենան որևէ հարց չտան։ Ոնց կարող է երկրապահը լինի նման արժեքով մարդիկ երկրապահ կոչվեն։ Ցավալի է, շատ ցավալի է։ Դա էլ է ծրագրի մեջ մտնում, սա էլ է ծրագիր, քանդեցին, հիմա էլ արդեն են փշրանքներն են մնացել, այդ փշրանքներն էլ հեսա կմաքրեն, կվերացնեն, կդարձնեն մի հատ հասարակական կազմակերպություն, վետերանների միություն կամ չգիտեմ ինչ, եւ վերջ, հետ էլ կփակվի։ Իմ կարծիքն է իհարկե դա, զառու շատ ցավալի է։ Գեներալ Մանվելը մի անգամ երբ որ ասեցինք ավակ սերունդ, վետերաններ դուք, այդ բառից գիտեք ոնց վետերաններ, գոնե ասեք տարիքով եւ վետերան բառը արդեն ոնց որ թոշակի բառ էր իրենց համար, որ իրենք հələ կան, կամ այն Արցախի սահմաններ, որ ամեն 16 թվականից հետո հերթափոխ էր ուղարկում սահմանները ամբողջ Արցախի երկայնքով, տղաները գնում էին զինվորների կողքը։ Այդ երեխաները, երբ որ հարցազրույցներ էին սարքում զինվորների հետ, ասում են, մեր հոպարները մեր հետ են, մենք վախենալու բան չունենք, մեր հոպարները մեր հետ են։ Դա էլ է, չէ, հայրենասիրության օրինակ։ Իսկ հիմա ինչ են տեսնում այս երեխեքը, որ իրանց հերոսներին կարող են զրոյացնել, հերոսներին ոնց որ դուք ասացիք, տուշոնկական բանակի ծիծաղալու բաներ էին դրանք ուղղակի։ Մարդու ցավը, բայց ծիծաղելու էր։ Շոուներ էր պետք ընդամենը այդ ժամանակ սարքելու, իրանք կարողացան դա սարքել, ինչի ես շոու եմ ասում, որովհետև եթե իրոք գեներալ Մանվելը լուրջ հանցագործություն կատարած լիներ, նորմալ պետությունում ազգային հերոսին նման կերպ չեն անում, այնպես պիտի դատեին, որ անգամ ժողովուրդը չիմանար, որ զորավար Մանվելին այս հանցագործությամբ դատապարտել են։ Այդ դա կլիներ իրականություն, եթե իրոք կար դա։ Այսինքն որ օրինակ մնար որպես երիտասարդ։ Այո, որ օրինակ մնար։ Ու Թուրքիայում այդպիսի դեպք եղել է։
որ հակակոռուպցիոն ինչ-որ, չգիտեմ, ինչ գործարքի համար 2 գեներալ են դատել, բայց ժողովուրդը չի իմացել դրա մասին։ Որտեվ դա ազգային արժեք է ախր։ Չի կարելի, Մանվելը զորավարը եղել է թուրքի ահու սարսափը, մինչև հիմա էլ է սարսափում, այնպես չի, որ չի սարսափում։ Շարունակ գրում են դարձյալ, հիշել են Մանվել Գրիգորյանին տարբեր համատեքստերում։ Եթե 18 թվականին եւ ոչ թե եթե, այլ հաստատ հետեւած կլինեք ադրբեջանական լրատվամիջոցներին, ոնց էին ուրախացել, որ Մանվելին են բռնել, Մանվելին են ստորացնում, Մանվելին են գողացում։ Իսկ դա մեր խայտարակությունն էր։ Իսկ մեր ազգը դե հերո չգնանք, ինչի սպարապետինով, էլի մենք մեր ձեռքով չարեցինք, հայ իրա ձեռքով, հերոս չսիրող ազգ է երևի թե այս հայը, չգիտեմ։ Երբ որ այդ հայտնի այսպես կոչված Տուշոնկայի այդ էմոցիոնալ տեսանյութը տարածվեց, դուք ինչ զգացիք, երբ տեսաք առաջին անգամ։ Առաջին անգամ մենք դա տեսել ենք դատարանի դիմաց։ Դատարանի դիմաց էինք կանգնած բոլորը, մոտ երևի մի 3000 տղաներով, զինվորներով, 72 ժամ անցել էր զորավարի, ու եթե այնտեղ ուղիղ եթեր էր մտնում Արսենը, փաստաբանը, ասում է դուրս գանք, անցել է, մեզ ոչ մի բան չեն ասում, ու զորավարն ասում է ես ուր դուրս գամ, թող գամ տեսնեմ ինչ ինձ բերեցին, ինչ են ինձ տանում հիմա, ինչն է պատճառը։ Այսինքն այդ ընթացքում որ տեսան չեն կարողանում ինչի համար բերել են ինչ որ բան կարողանան կալանավորեն, սարքեցին այդ Տուշոնկա շոուն։ Ու ով է տեսել երկրի ղեկավարն ինքը անձամբ մտնի ուղիղ եթեր, չէ, այդպես եղավ։ Հիշում եք, հենց ինքն է ասել դա։ Ու զինվորի փայ, զինվորի նամակներ, չէ, Տուշոնկաներ, եսի ինչեր խոսեց, տղաները բոլորս էինք շփոթված։ Դա անակնկալ չէր, մենք չէինք հավատում, բայց չենք էլ պատկերացնում ինչ են խոսում։ Կամ ես հետագայում էլ ինչեր որ եղել է գեներալի վրա, ես այդպես եմ մտածել, ես աշխատել եմ, ճիշտ է լրատվականն է եղել իմ գործընթացը աշխատանքի բնույթը, բայց ինքը որպես Արցախի հերոս ղեկավարել է, եթե ինչ-որ միտեղ էլ թերություններ են եղել, տեղակալներ ուներ, խորհրդականներ ուներ, վարչության պետեր ուներ, ուրեմն նրանք պիտի չէ մեղավոր լինեին, հո գեներալը չգիտեր, թե որ պահեստում ինչ կա կամ ինչ չկա։ Սա սարքած շոու էր ու բնական է, որ այդպես էլ պիտի լիներ, ուրիշ կերպ չէին կարող իրեն խեղճացնել։ Չնայած ինքը չէր էլ խեղճացել, այդ ամեն ինչը իր համար գալու էր ժամանակ, ինքն էլ էր այդպես մտածում, որ կգա ժամանակ ամեն ինչ իր տեղը կանգնի։ Այս Արցախի կորուստը խեղճացրեց իրեն։ Անգամ այդ հիվանդությունները, այդ ամեն ինչը պայքարում էր։ Ինքը Արցախից հետո այլ չպայքարեց իր կյանքի իր առողջության համար, ես այդպես եմ մտածում։ Վերջին անգամ երբ եք հանդիպել գեներալին։ Վերջի անգամ պատերազմը 20 թվականից 2 օր ընթանում էր արդեն պատերազմը սկսվել էր, ես ակնալեջում էր ինքը, ասացի, որ ես Արցախ եմ գնում, որտեվ ուրիշ ճանապարհ չկար, Սյունիքի Ասերյան Խաչիկի հետ, ասի ես պիտի Արցախ հասնեմ, այնտեղ կհանդիպենք, իրեն դեռ թույլ չէին տվել դուրս գալու, այդ ժամանակ եմ տեսել ու սպասել եմ Արցախում։ Արցախում չենք հանդիպել իրար, ցավոք չենք հանդիպել, ես Մարտունիում էի, ինքը Շուշիում էր, հեռախոսով ենք խոսել, պայմանավորվել ենք, որ պիտի ես ինքը Շուշի գնամ, հետո դե պատերազմական գործողություններ էր չստացվեց այնտեղից։ Ձեր վերջին հանդիպումից ինչ եք հիշում, ինչ էր փոխանցել ձեր, ինչ էր ասել։ Վերջին հանդիպումից պատերազմն էր էլի սարսափելի, ինքը գիտեք չէր մտածում, որ Արցախը սենց ամբողջությամբ կտան։ Մտածում էր այն 5 շրջանների մասին է երևի խոսքը տենց կվերցնեն, այդ կլինի։ Երևի թե ոչ մեկը չէինք պատկերացնում զարվոր Արցախը սենց ամբողջությամբ կհանձնեն։ Ու հետո Արցախը արցախցին կդառնա հայ ազգի
կոպիտ ասած թշնամի չեմ կարող ասել, բայց ամեն ինչ բարդ են Արցախի ու արցախցու վրա, որ մենք այստեղ վատ ենք ապրել։ Չգիտեմ։ Ամենայն դեպս ես հույսս չեմ կորցնում, ճիշտ է շատ դժվար է մեր կարգավիճակը, մեր վիճակը, այլ չեն լինի շատ մանվելներ, Վազգեններ, Մոնթեներ ու լիքը մեր հերոսներ հետ մեր, իմիջիալս 20 թվականի անպայման ուզում եմ այդ նշել, մեր զինվորները փառահեղ կռվել են, փառահեղ, սուտ են ասում, մինչև հոկտեմբերի 17-ը շատ լավ մեր զինվորները, 17-ից հետո այդ պառակտություններ, արդեն թուրքը մտնում է խուճապ եւ այլն, այդ վերևից արդեն խմբերի վրա խփել այրելը, այդ դա բան է, թե չէ մեր զինվորները, ես միշտ ասել եմ, երկինքը հաղթանակած է։ Մենք ենք հիմա պարտված, թե չէ երկինքը հաղթանակած է։ Մինչև վերջի պահն էլ կամ Ղարաբաղցին չի կռվել, մյուսը չի, խայտառակություն է, գիտեք, դա կարող է ասի ադրբեջանցին, այլ ազգը, բայց հայը ասի արցախցին չի կռվել ու ոչ շատ ոչ քիչ երկրի ղեկավար, ու ասի ինչի չես զոհվել, որ կռվել ես։ Աբսուրդ բաներ ախր, աբսուրդ։ Լացելով եմ դա, ես հուզվելով եմ դա ասում, չեմ ուրախանում դրա համար կամ չեմ ծաղրում, ուղղակի չեմ պատկերացնում, որ հայը երկրի ղեկավարը կարող է իր երկրում կանգնի մարդուն, որը թողել է տուն, տեղ, հայրենիք, Խաչքար, Գերեզման, ես արցախցիներ ընկերներ ունեմ, որ զոհված տղայի օրը ողբալով չգիտի որտեղ գնա լացի։ Իր տղայի գերեզմանն ու ամուսնու գերեզմանը հոր ծնողի գերեզման թողած մարդուն ասի ինչի՞ չես զոհվել, բա կռվել ես։ Անկամ հասարակ մարդիկ իրար հետ շփվելուց նման բան չեն ասի, եթե կռվեն էլ իրար հետ։ Աբսուրդ է, ես չեմ հասկանում ինչա կատարվում, մեր հասարակությունն ինչա ուզում, չեմ կարողam հասկանամ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչ ջերմ պատմություն, հիշողություն ունեք Մանվել Գրիգորյանի հետ կապված, որ այս պահին կհիշեք, ինչ գուցե խորհուրդ, որ տվել է ձեզ։ Մենակ հայրենասիրությունը իմ համար իր մեծ խորհուրդն է, ես ասում եմ, ես պարապետի ժամանակ եմ աշխատել, իհարկե այն ժամանակ ավելի տարիքով փոքր եմ եղել, ոնց որ իմ երամը փոքրուց երիտասարդ տարիներիս ընթացքում եղել է երկրապահը, կռվող տղան, հայրենասերը, լեգենդները, քայլել եմ լեգենդների հետ, իրանց անկոտրուն լինելն է իրենց խորհուրդը ու հիմա ես շատ բաներ այդպես որ ընկճվում եմ, մտածում եմ, բայց հույս ունեմ, ոնց էին ասում, թունելի վերջի լույսը երբեք չի մարում, երևում է, չէ, թունելում լույսը վերջի, այդ լույսին եմ սպասում, որ լինելու է մի լույս, հենց չի կարող ես ազգը ամբողջությամբ չեմ պատկերացնում ու չեմ էլ ուզում պատկերացնեմ մեր հավատքը, մեր, չգիտեմ, իսկ Զորավարի հետ հաղորդում էինք պատրաստում, ինքը նայում էր, չէ, հաղորդումը, ասենք Մարտակերտի ռազմերտն էինք ներկայացնում պատերազմական այդ գործողությունները, տարածքից ինքը կհասկանար, որ այս կադրը Մարտակերտի չի, փոխեք հələ նայեք, արխիվը լավ եք նայեք, էսի, այն չի, ամեն ինչով էր ինքը ախր, չգիտեմ, իմ համար ինքը մի հատ կուրք է եղել, ու հիմա էլ կուրք է մնում, այնպես չի, որ կուրք չի ինքը իմ համար, ինչ ասեմ, ափսոս, շատ ափսոս, 18 թվականին, որ այդպես խոսում էին, ինչեր ասես չեն իր հասցեին խոսում, ես հիմա 5-րդ բրիգադի Հաղթանակի 5-րդ բրիգադ հայրենասիրական հասարակական կազմակերպության լրատվականի գործերով էլի ես եմ զբաղվում, ու ինչ շատ են գրում մարդիկ, անգամ մի 60 անց չեմ ուզում անունը տամ, մեջ մի ասնեցի է, ասում էր, ինչ անեմ, Գերեզմանին էլ եմ գնացել ներողություն խնդրել, ես էլ եմ այդ 18 թվի այդ ամբողջի մեջ եղել ու ինչ ասես, գոռացել, ես հիմա եմ հասկացել, թե ինչն էր պատճառը Մանվելին այդ օրը գցելու համար, այնպես որ մարդիկ, չեմ ասի,
խելքի են եկել, բայց կան մարդիկ, որոնք զգացել են իրանց սխալը ու հասկացել են այդ քաղաքականության ինչի սկսեցին հենց գեներալ Մանվելից։ Եղավ, շնորհակալ եմ Ես էլ եմ շատ շնորհակալ։